Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 2 Միանգամայն գեղեցիկ ես, ով իմ սիրելի, Երգերքոց 4:7 Տերն իր եկեղեցուն նայում է անասելի հիացմունքի զգացողությամբ և նրա գեղեցկությունը նկարագրում է ամենահիացական բառերով։ Նա ոչ միայն գեղեցիկ է, այլև միանգամայն գեղեցիկ է։ Տերը նրան տեսնում է սիրո աչքերով, սրբված, իր փրկագնող արյամբ, զգեստավորված իր աննման արդարության հագուստներով։ Նա նրան սքանչելի ու հրաշալի է համարում, և դա զարմանալի չէ, քանի որ նա հիանում է նրանում եղած սեփական կատարյալ անբասիրությամբ, որովհետև փառքը, սրբությունն ու արդարությունը նրա սեփական փառավոր հագուստներն են, գցված իր սիրելի հարսի ուսերին։ Նա ոչ միայն մաքուր ու անարատ է, նա գեղեցկություն և կատարելություն է։ Նա օժտված է իրական արժանիքներով։ Մեղքի արդյունքում առաջացած նրա թերությունները վերացված են։ Ավելին, նա Տիրոջ մոտ ձեռք է բերել աննման արդարություն, որն իրեն դյութիչ գեղեցկություն է պարգևել։ Հավատացյալներին անտարակույս արդարություն է շնորհվում, երբ սիրելիի մեջ հաճելի են դառնում։ Եկեղեցին պարզապես հիանալի չէ, այն հիանալի է բոլոր առումներով։ Տերը նրան անվանում է կանանցից ամենագեղեցիկը։ Նա հիասքանչը արժանիքներ ու հատկանիշներ ունի, որոնք չեն ունեցել ու չունեն ազնվական կոչում ունեցող մարդիկ։ Քրիստոսն իր հարսին չէր փոխի երկրի բոլոր թագուհիները և կայսրուհիների հետ, նույնիսկ երկնային հրեշտակների հետ, քանի որ նրա համար առաջին տեղում է կանանցից ամենագեղեցիկը։ Նրա համար եկեղեցին նման է լուսնին, որն իր լույսով ստվերում է թողնում աստղերին։ Քրիստոսը չի ամաչում նման համեմատությունից ու ցանկանում է բոլորը իմանան դա։ Իր հիացմունքն արտահայտելով նա մեր ուշադրությունը գրավում է անզսպելի բացականչությամբ։ Ահա դու գեղեցիկ ես, ով իմ սիրելի, ահա դու գեղեցիկ ես։ Երգերքոց 4:1 Նա չի թաքցնում դա նաև այսօր, և մի օր իր փառքի գահից կհայտարարի այդ մասին բոլոր ազգերի առաջ։ Եկեք իմ հոր կողմից օրհնվածներ։ Մատթեոս ավետարան 24:34 Դա կլինի այն գեղեցկության հանդիսավոր հաստատումը, որ հատուկ է իր ընտրյալ հարսնացուին։